Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1142-րդ օրն է։ Այսօր ձյունառատ Կիևից ձեզ համար մեկը մյուսից լավ տաք լուրեր եմ պատրաստել։ Պատկերացնում եք, գիշերը Կիևում ձյուն էր եկել, ես վաղուց չեմ հիշում, որ ապրիլին ձյուն գար։ Իհարկե այն արդեն ակտիվորեն հալչում է, բայց փաստն այն է, որ ապրիլին ձյուն տեղած։ Սա իհարկե մեր եթերի հիմնական թեման չէ, գլխավորն առջևում է։ Նախ իմ կողմից շնորհակալություն հայտնեմ ձեր սրտանց մեկնաբանությունների, լայքերի եւ մեր եթերները տարածելու համար։ Շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Ինչպես միշտ սկսենք ռազմաճակատի լուրերից։ Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 149 ռազմական բախում, Ուկրաինայի պաշտպանության բանակի ավիացիան, հրթիռային ուժերի եւ հրետանին հարվածել են 11 շրջանների, որտեղ կենտրոնացված էին ռուս զավթիչների անձնակազմ ու տեխնիկան։ Այս մասին 5-շաբթի ապրիլի 10-ի առավոտյան իր զեկույցում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ուկրաինական գրոհային բրիգադները ազատագրել են Զապորոժիեի մարզի Շերբակի գյուղը, ոչնչացնելով ռուս օկուպանտներին եւ մի մասին գերի վերցնելով։ Ես գիտեք ամեն գյուղի մասին չեմ հայտնում եթերներում, պարզապես սա այն գյուղն է, որի գրավումը պուտինյան քարոզչությունը ներկայացրել էր որպես Ստալինգրադյան հաղթանակ։ Դե թող հիմա ձայն հանեն, հա։ Իսկ մեր դրոնները այնքան են վախեցնում թշնամուն, որ այսպես կոչված աշխարհի բանակը նորից սկսել է կրակել սեփական ավիացիայի վրա։ Երեք Մոսկվայի մարզում ռուսական հոպը խոցել է սեփական ուղղաթիռ, այն շփոթելով ուկրաինական դրոնների հետ։ Այս գիշեր մերոնք լավ վախացրել են ռուսներին ամբողջ արևմտյան Ռուսաստանի մարզերով մեկ։ Նախորդին ուկրաինական դրոնների հեռահար հարվածների հետևանքով խոցվել էր պայթուցիկների գործարանը Նիժնի Նովգրոդի մարզում, իսկ պուտինյան ահաբեկչական բանակը, ինչպես դա անում է ամեն օր, երեկ էլ որոշել էր մարտի դաշտում իր անհաջողությունները փոխհատուցել Ուկրաինայի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելով, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ռուսական հարձակման հետևանքով տարբեր աստիճանի տուժել են Դոնեցկի, Խարկովի, Կիևի, Խմելնիցկիի, Պոլտավայի եւ Դնեպրոպետրովսկի մարզերը։ Տելեգրամի մեր բաժանորդներն արդեն գիտեն, որ Ռուսաստանի Կամսոմոլսկ-նա-Ամուրի քաղաքում նավթավերամշակման գործարանը անհայտ պատճառներով սկսել է այրվել, դե Ռուսաստանն է այնտեղ ամեն օր ինչ-որ բան պատահում է։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է 1420 ռուսական զավթիչ եւ ավելի քան 300 միավոր տեխնիկա, ավելի ստույգ 363 միավոր։ Ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից Ռուսաստանի կորուստներն արդեն կազմել են 929,000 զավթիչ։ Ուղիղ թիվ է 929,000։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չեն կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Այժմ մենք հասել ենք մեր հեռարձակման գլխավոր թեմային, այս մասին շատ ենք խոսել, ես եւ մեր բարեկամ բլոգերներ Արմեն Չիբուխչյանը, Էդվարդ Անտինյանը։ Շատ կարևոր թեմա է Հայաստանի համար։ Ուկրաինան նորից սկսել է լաստանավեր ուղարկել Վրաստան։ Սա Հայաստանի համար, ինչպես արդեն 3-4 օրը առիթ ունեցել եմ ասել, կարծես կյանքի ճանապարհ է, բայց առնվազն դիվերսիֆիկացիա է, որի մասին հաճախ խոսում են Հայաստանի իշխանությունները, բայց հիմա տեսնենք, թե ինչպես հերթական անգամ կօգտվեն այս հնարավորությունից, թե ոչ։ Սա իրական այլընտրանք է, ուղիղ ճանապարհ դեպի Եվրոպա։ Հիմա մեր ժողովրդին պետք չէ ընտրություն կատարել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև ոչ քաղաքական, ոչ տնտեսական առումով։ Քաղաքական առումով 3-4 օրը խոսել եմ, ովքեր չեն դիտել կարող եք նայել եթերը նորից, կարճ եթերը, երկար չէ։ Մեր հայրենակիցները 30 տարի սպասում էին, որպեսզի հնարավորություն լինի Հայաստանից մեկ այլ տեղ մեկնել, պարզապես կարելի է սեփական ավտոմեքենայով դա անել, հա։ Հիմա ավելի մանրամասն դրա մասին կասեմ։ Ուկրաինան փաստացի ճեղքեց Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը։ Ավելի ճիշտ այդպես կարող ենք ասել, եթե Հայաստանի իշխանություններն ու բիզնեսը վերջապես ուշադրություն դարձնեն ուկրաինական լաստանավային անցմանը։ Պատկերացրեք, յուրաքանչյուր հայ կարող է իր մեքենայով գնալ Բաթում, մեքենան կայանել լաստանավի վրա, հետո 2 օր հանգիստ վայելելով Սև ծովն ու գեղեցիկ նավահանգիստները իր կայուտայում եւ հասնել Եվրոպա կամ Ուկրաինա եւ շարունակել իր ճամփորդությունը իր մեքենայով։ Եթե մեքենա չունի, պարզապես կարող են ուղևորները այդպես անել, ուղևորների համար էլ առանձին փոխադրում կա, հենց նույն պարոմով լաստանավ պարոմ, հա։ Հիշենք այն ազատ ժամանակները, երբ մենք կարող էինք դա անել, կարծում եմ ավակ սերունդը լավ է հիշում այդ ժամանակները, երբ կարող էինք Երևանից
ցամաքային ճանապարհով մեկնել այլ երկրներ։ Հիմա իհարկե դա միայն ցամաքային ճանապարհ չէ, բայց ծովային մասը ինձ թվում է չի փչացնում այդ երթուղին, ընդհակառակը ծովն էլ եւս մեկ անգամ վայելելու առիթ է լինում։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է, բայց Հայաստանի իշխանությունները, դիվանագետները, գործարարները պետք է շտապեն։ Ադրբեջանն ակտիվորեն սկսել է յուրացնել այս նոր բացված երթուղին, ափսոս կլինի, եթե մեր համար հնարավորություն դարձած այս մեր հայկական շանսը օգտագործեն մեր հակառակորդները։ Եկեք խոսենք այդ մասին եւ քայլեր ձեռնարկենք։ Ամեն օր իշխանություններին հարցնենք, թե ինչ են արել այս երթուղուն զարգացնելու համար, ինչ է կատարվում, ինչ process-ի մեջ են եւ սա հենց իրոք այն դիվերսիֆիկացիան է, որի մասին գեղեցիկ բառեր էին ասում։ Հիմա գեղեցիկ քայլերի ժամանակն է։ Չէ ուզենա շատ երկարացնել այսօրվա եթերը, ձեզ լավ երեկո եմ մաղթում, մինչ նոր հանդիպում։